Ներողություն եմ խնդրում այս արդյունքների համար, ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիք-Բեկյանը, ներկայացնելով ֆեդերացիայի ներկայացուցիչների, հավաքականի և մարզչական շտաբի համատեղ հայտարարությունը։ Եկանք եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Բոլորիս անունից ասում եմ, ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է։ Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում, ասաց Մելիք-Բեկյանը լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, Վրաստանի հավաքականը 6-1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականից երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Էդգար Սևիկյանը։ Այսպիսով Հայաստանի հավաքականը կշարունակի խաղալ C դիվիզիոնում, Վրաստանը B։